Ես երբ դարել եմ նախագահ, իմ նաև նախաձեռնություններից մեկն էր այդ Ռուսգազարտի ստեղծումը, այն ժամանակ գազոֆիկացման ծավալը եղել է մոտ 17% թե 20%։ Հասցրել ենք 95%, որ 95%-ը նշանակում է Հայաստանի տարածքի 95%-ը այդ հնարավորությունը ունի։ Կարող է մի բաժանորդ միանում է դրան, մյուսը չի միանում դրան, դա արդեն այլ հաշվարկ է, բայց մեր գազոֆիկացման աստիճանը եղել է համարյա կրկնակի ավելի մեծ, քան Ռուսաստանի հենց։ Մենք Ռուսաստանից գազ ենք բերում, բայց մեր համակարգը երազելի էր նաև եվրոպական երկրների համար, որտեղ գազոֆիկացման մակարդակը 30-40% է, մեծ մասում այդ երկրների։ Հիմա սա վերաբերմունք էր Հայաստանի նկատմամբ, թե վերաբերմունք չէր։ Էկոլոգիայի տեսանկյունից լրջագույն խնդրեմ էր անտառահատումները։ Գյուղական հատկապես բնակավայրում անտառները հատում էին։ Եվ ամեն մի գյուղ գազոֆիկացնելով մենք լուծում էինք նաև բնապահպանական հարց։ Որտեղ մարդիկ գազ էին ստանում եւ անտառ հատելու ոչի խնդիր այլևս չեն ունենում։ Շղթան բազմաշերտ է, այսպիսի հարցեր կան, որոնց մասին երևի մարդիկ արդեն մոռացել են, բայց պետք է հիշեցնել։ Եվ ես նման օրինակներ նաև այլ կարգի կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Երբ որ դուք ասում եք, որ դա վերաբերմունքի հարց է, ոչ միայն Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, ես կարծում եմ նաև դա երկրների ղեկավարների միջև ձևավորված միջանձնային հարաբերությունների արդյունք է իմ կարծիքով, բայց ես հիշում եմ նաև ձեր գրքի մեջ դրա մասին պատմել եք, որ դժվար է չէ ստացվել այդ բանակցությունները եւ կարծեմ հրաժարվել եք ճաշելուց, առհասարակ ոնց են կառուցվում այդ հարաբերությունները նաև երկրի ղեկավար, բայց այս հարցը ոչ միայն հիշողությունը, այսպես հիշողությունները վերհանելու կոնտեքստում եմ հարցնում, այլ ուզում եմ հարցնել հնարավոր է երկրորդ անգամ կրկնել, այսինքն հնարավոր է հասնել գազի գնի իջեցման օրինակ։ Նայեք, ես չեմ կարող հիմա խոստանալ, որ դա կանեմ, բայց ես կարող եմ ասել, որ այո, հնարավոր է։ Հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ սա փոխշահավետ է։